Հոկտեմբերը հանդիսանում է կանանց կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիսը եւ հոկտեմբերի ընթացքում տարբեր շենքերը լուսավորելով մեր տարբերանշանով եւ նման կրծքային ամրացնելով մենք հիշեցնում ենք կանանց հետազոտման եւ իրենց տարեկան անհրաժեշտ ուրեմն կանխարգելիչ հետազոտությունները անցնելու մասով ես ուզում եմ ընդգծել, որ այս տարի նաեւ Երևանում մի շարք շենքերի վրա եւս փակցվել են այս հիշեցնող պաստառները եւ սրա շրջանակներում նաեւ ուզում եմ ընդգծել, որ այս տարի պետությունը սկսել է սկրինինգային ընդլայնված ծրագիր, որով պետական պատվերով փակում է սոցփաթեթի շահառուների, հաշմանդամ ունեցող անձանց, սոցիալական տարբեր խմբերի անձանց համար նաեւ մամոգրաֆիկ հետազոտությունները, այսինքն մեր ուսուցիչները, բժիշկները, տարբեր պետական ծառայողները, զինծառայողների ընտանիքի անդամները կարող են անվճար հետազոտվել եւ մեր կարգախոսն է, որ մեկ հետազոտությունը կարող է կյանք փրկել։ Պետք է հիշեցնեմ, որ կրծքագեղձի քաղցկեղը ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում բավականին մեծ մահացության եւ հիվանդացության բեռ է եւ նման արշավների միջոցով գրագետ ճիշտ կանխարգելիչ միջամտությունների շնորհիվ մենք կարող ենք նվազեցնել թե մահացությունը եւ թե իհարկե շատ ավելի լավ կյանքի որակ ունենալ եւ ես շնորհակալ եմ բոլորին, որ նաեւ կառավարությունը միացել է այս իրազեկման արշավին։ Մեր ապահովագրության հիմնական ուղղվածությունն էլ լինելու է կանխարգելումը, վաղ հայտնաբերումը եւ հիվանդության հայտնաբերման ժամանակ վաղ փուլերում շատ ավելի ծախս արդյունավետ բուժում տրամադրելը։ Մենք նախորոք արդեն իսկ 3 տարի պիլոտային ծրագիր ենք արել սկրինինգային մեր մարզերում եւ այս տարվանից էլ արդեն ընդլայնված բոլոր 10-ից ավելի բժշկական կենտրոններ հիմա իրականացնում են պետական ծրագրով սկրինինգային հետազոտություններ։ Վերջին տարիների միջամտությունները այդ սկրինինգային ծրագրերի անգամ հատվածական ներդրումը, վիրահատությունների պետական պատվերով փոխհատուցումները, որոշակի դեղորայքի տրամադրումը արդեն իսկ մեր վիճակագրության վրա շատ լավ ազդեցություն է ունեցել եւ մենք եւ 23 թվականի եւ 24 թվականի վիճակագրական տվյալներով ունենք մահացության նվազում քաղցկեղի հիվանդությունների պարագայում։ Մենք ունենք հայտնաբերման ավելացում, բայց մահացության կրճատում, ինչը լավ ընթացք է եւ սա է մեր նպատակը, որ մենք հնարավորինս վաղ հայտնաբերենք, հնարավորինս շատ հայտնաբերենք բոլոր արկա դեպքերը եւ ճիշտ արդեն բուժման արդյունքում ունենանք լավ ելքեր։